Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը կատարված 12-ժամյա խուզարկության ավարտից հետո նա ձերբակալվել է։ Նրա փաստաբան Երևան Սարգսյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է եւ կներկայացվի դատարան կալանքի համար։ Փաստաբանը նաեւ հստակեցրել է, որ Ծառուկյանը մեղադրվում է խարդախության եւ փողերի լվացման մեջ։ Պարզաբանել է նաեւ, որ գործը վերաբերում է Հայ-իրանական պալատի գործունեությանը, որի շրջանակում Ծառուկյանը փորձում էր աջակցել երկու երկրների միջև առևտրի զարգացմանը։ Քննչական կոմիտեում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից արգրավել են տարբեր կենդանիների եւ թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաեւ 3 առյուծ եւ 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց եւ տեղափոխվել կենդանաբանական այգի։ Գագիկ Ծառուկյանը գիշերը ժամը 2-ին դուրս է եկել քննչական կոմիտեից, նրան ձեռնաշղթաներով տեղափոխել են Նոր-Նորքի դատարան, որտեղ քննվում է նրա խափանման միջոցը։ Գագիկ Ծառուկյանը քննչական կոմիտեից դուրս գալուց հետո անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին։ Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հայցի հիմքում Նիկոլ Փաշինյանի հուլիսի 11-ին հնչեցրած հետևյալ հայտարարությունն է. քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100% օրգանիկ քվե, այն մյուս ուժերը ստացել են 100% ընտրակաշառքով քվե առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը։ Հայց, որի պնդմամբ այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը զրպարտել է իրեն արատավորելով իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը։ Այդ պատճառով Բագրատ Սրբազանը դատարանից պահանջում է պարտավորեցնել վարչապետին, որպեսզի դատական ակնօրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվ արժանապատվությունն ու բարի համբավը արատավորող իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները։ Բացի այդ, Բագրատ arczepiskopos Գալստանյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 49.7 դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև փոխհատուցել նախապես վճարված պետական տուրքիվ գումարը։ Ուժեղ Հայաստան դաշինքը դատապարտել է գործող իշխանությունների կողմից Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները։ Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։ Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լրացնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը որպես քաղաքական զենք ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը եւ ներդրումային միջավայրին, ասված է Ուժեղ Հայաստան դաշինքի հայտարարության մեջ։ Հայաստան դաշինքը եւս դատապարտել է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում 3 իրականացված գործողությունները։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ 2026 թվականի հունվար-մայիսին 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով։ Հուլիսի 7-ին ժամը 16:52-ից ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է նահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հարցազրույց է տվել պետական TRT հեռուստաալիքին։ Պատասխանելով լրագրողի հարցին նա անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտական գործունեությանը, տարբեր պետությունների միջև միջնորդական գործողություններին, Թուրքիայում անցկացվող միջազգային գագաթնաժողովներին եւ տարածաշրջանային զարգացումներին։ Այդ համատեքստում նա գնահատականներ է տվել նաեւ Հարավային Կովկասում ընթացող գործընթացների ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Կովկասում Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի Աստվածը այստեղ նաև Թուրքիայի մասնակցությամբ Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը կձևավորեն մի կենտրոն, մի ուժ։ Այս ամենում Թուրքիայի կառուցողական տեսլականը զգալի ներդրում է ունենում, հավելել է Քուրթուլմուշը։ Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ ռուսական կողմին հանձնվել է պաշտոնական բողոքի նոտա։ Բաքուն խիստ բողոք է հայտնել հուլիսի 5-ին Ուկրաինայի Նիկոլաևի մարզում Սոքարի բենզինալցակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ, ընդգծելով, որ սա առաջին նման դեպքը չէ, Ռուսաստանը կոչ է անցկացնել համակողմանի հետաքննություն, ներկայացնել պարզաբանումներ եւ ապահովել քաղաքացիական ու դիվանագիտական օբյեկտների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորությունների կատարումը։
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ պատերազմ վճռոց նշանակություն կունենան օդային հարձակումները։ Նրա խոսքով Ուկրաինան արդեն կանգնեցել է ռուսական ուժերին մարտադաշտում եւ զրկել հակառակորդին ծովային գերիշխանությունից, ինչից հետո հիմնական դիմակայությունը տեղափոխվում է օդային տարածք։ Զելենսկին նշել է տարածքի չափն այս փուլում արդեն երկրորդական նշանակություն ունի, քանի որ պատերազմի առանցքային ուղղությունը դառնում է երկինքը։ Նախագահի գնահատմամբ Ուկրաինան արդեն մրցունակ է օդային պայքարում եւ կարողանում է դիմակայել ռուսական ուժերին։ Նա ընդգծել է հետագա զարգացումների համար հենց օդային հնարավորությունները վճռորոշ դեր են խաղալու։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, նշելով, որ Ֆրանսիան Սիրիայի ժողովրդի բարեկամն է դեռ նախորդ ռեժիմի տարիներից։ Նրա խոսքով Մակրոնը շարունակել է կապ պահպանել Սիրիայի նոր ղեկավարության հետ եւ աջակցել երկրի վերածննդին, ինչպես նաեւ նպաստել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման գործընթացին։ Ալ-Շարան հայտարարել է, երկիրը վերականգնման փուլում է մեծապես տուժել է 14-ամյա քաղաքացիական պատերազմի հետևանքով, սակայն ունի զարգացման զգալի ներուժ։ Նա հայտնել է Սիրիան բանակցում է Airbus-ի 8 ինքնաթիռ ձեռք բերելու շուրջ եւ ակնկալում է դրանց մատակարարումը հնարավորինս շուտ։ Սիրիայի նախագահը նաև նշել է, Ֆրանսիան նախատեսում է մասնակցել երկրի ենթակառուցվածքների զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ ֆինանսական համակարգի վերականգնմանը։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, եթե որոշումը կախված լիներ իրենից, Ուկրաինան անմիջապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Միաժամանակ նա ընդգծել է, իրատեսորեն գնահատում է իրավիճակը եւ հասկանում է, այս հարցը ներկայումս դաշինքի քաղաքական օրակարգում չէ։ Ստուբի խոսքով ՆԱՏՕ-ն Ուկրաինայի կարիքն ունի նույնքան, որքան Ուկրաինան ՆԱՏՕ-ի։ Նա համոզմունք է հայտնել, որքան ավելի մոտ լինի Ուկրաինան դաշինքին, այնքան ավելի ուժեղ կլինեն նրա պաշտպանական եւ զսպող հնարավորությունները։ Ֆրանսիայի նախագահը շեշտել է Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության խորացումը կարևոր նշանակություն ունի եվրոպական անվտանգության համար։ Թրամփը հայտարարել է, Վաշինգտոնը շարունակում է աշխատել Իրանի հետ եւ ձգտում է բացառել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Նրա խոսքով ԱՄՆ-ն նախընտրում է համաձայնագիր, սակայն եթե դա չկայանա, Միացյալ Նահանգները կարող է շատ կարճ ժամանակում ոչնչացնել Իրանի կարևոր ենթակառուցվածքները, այդ թվում կամուրջները, էլեկտրակայաններն ու խոշոր արդյունաբերական գործարանները։ Թրամփը նաեւ հայտարարել է, չի ձգտում ռեժիմի փոփոխության, սակայն ընդգծել է, իրադարձությունները կարող են զարգանալ տարբեր սցենարներով։ Խոսելով Հորմուզի նեղուցի մասին, նա այն անվանել է իսկական ոսկու հանք եւ նշել, շատերը նախկինում նույնիսկ չէին լսել դրա մասին։ Աքսիոսը հողումանելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին հայտնել է, ԱՄՆ-ն կարծում է, Իրանը հուլիսի 6-ին առնվազն 2 հրթիռ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերի ուղղությամբ։ Ըստ հրապարակման, հարձակումները տեղի ունեցել այն բանից հետո, երբ ավարտվել էր Վաշինգտոն-Թեհրանի միջև հարվածները դադարեցնելու վերաբերյալ մեկշաբաթյա համաձայնագիրը։ Ամերիկյան կողմի գնահատմամբ այս միջադեպը վտանգի տակ է դնում երկու երկրների միջև ձեռք բերված փոխհմբռնման հուշագիրը։ Աքսիոսը նշում է, ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ կպատասխանի հարվածներ հասցնելով Իրանի տարածքում գտնվող թիրախներին։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոստինյակ Ամիշը հայտարարել է, 2022-ի փետրվարից Ուկրաինային փոխանցվել է շուրջ 16.4 միլիարդ զլոտի, մոտ 4.5 միլիարդ դոլարի զենք եւ ռազմական տեխնիկա։ Նրա ներկայացման օգնության հիմնական մասը տրամադրվել է 2022-2023 թվականներին, իսկ ներկայիս կառավարությունը փոխանցել է եւս 1.5 միլիարդ զլոտի ռազմական աջակցություն։ Նախարարը նաեւ հաստատել է Լեհաստանը Կիևին փոխանցել է Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության առաջարկով։ Նրա խոսքով փոխանցված զինամթերքի ծավալը չի գերազանցում Լեհաստանի հնարավորությունները եւ չի թույլատրում երկրի հոբ ներուժը։ Բերբերա քաղաքի օդանավակայանի տարածքում շարունակում է լայնածավալ ռազմական ենթակառուցվածքների շինարարությունը, որը ըստ Le Monde-ի նախատեսված է դառնալու ԱՄԷ-ի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ ռազմաբազա։ Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ստորգետնյա օբյեկտների կառուցում, որոնք անվտանգության ոլորտի աղբյուրների գնահատմամբ կարող են օգտագործվել զինամթերքի եւ վառելիքի պահեստավորման համար։ Շինարարությունը իրականացվում է ԱՄԷ-ի եւ Սոմալիլենդի միջև 2017 թվականին ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում, սակայն օբյեկտը ստեղծվում է նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերից ելնելով։ Բերբերայի նավահանգիստն օդանավական ռազմավարական նշանակություն ունեն Կարմիր ծովի մուտքի եւ Բաբել-Մանդեբի նեղուցի հարևանությամբ գտնվելու շնորհիվ։ Պոլիտիկոյի տեղեկություններով հուլիսի 2-ին Մեծ Բրիտանիան օդ է բարձրացրել կործանիչներ։ Նորվեգիայի արևմուտքում գտնվող երկնքում ենթադրաբար ուղեկցելու 2 ռուսական Tu-142 ինքնաթիռներ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, ռուսական ինքնաթիռները մի քանի անգամ մոտեցել են բրիտանական ավիակրի հարվածային խմբին նորվեգական ծովում։ Հրատարակության տվյալներով Tu-142-ները ուղեկցվել են բրիտանական F-35 կործանիչներով, դեպքը տեղի ունեցել նորվեգական ծովում ՆԱՏՕ-ի ուժերի ակտիվության ֆոնին։
Թրամփը Truth Social ցանցում հրապարակել է լուսանկար, որտեղ ինքը պատկերված է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի կողքին։ Հրապարակմանը կից նա գրել է. «Այստեղ անհրաժեշտ է մոտենալ նարգելող դատական կարգադրություն, ակնարկելով ԱՄՆ-ում կիրառվող պաշտպանական դատական միջոցը։ Սա արդեն առաջին դեպքը չի, երբ Թրամփը հրապարակավ սուր արտահայտություն է անում Մելոնիի հասցեին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե G7-ի գագաթնաժողովում Իտալիայի վարչապետը աղաչել է իրեն համատեղ լուսանկար անել։ Մելոնին հերքել էր այդ հայտարարությունը ընդգծելով. «Ոչ ինքը, ոչ Իտալիան որևէ մեկի առաջ չեն աղաչում»։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել է Պեկինը լիովին աջակցում է Կուբայի դիրքորոշմանը, կապված ԱՄՆ-ի, էմբարգոյի եւ միակողմանի պատժամիջոցների վերացման հարցի հետ։ Նրա խոսքով Վաշինգտոնը ավելի քան 60 տարի համապարփակ սահմանափակումներ է կիրառում Կուբայի նկատմամբ, լուրջ վնաս հասցնելով կուբացի ժողովրդի բարեկեցությանը։ Մաո Նինգը նշել է վերջին շրջանում ԱՄՆ-ն ավելի է խստացրել Հավանայի դեմ կիրառվող միջոցառումները։ Չինաստանը հայտարարել է նման պատժամիջոցները որևէ հիմք չունեն միջազգային իրավունքում եւ անընդունելի են։ Պեկինը պահանջել է, որ ԱՄՆ-ն անհապաղ վերացնի Կուբայի շրջափակումը եւ դադարեցնի ճնշումը երկրի նկատմամբ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է իր երկիրը չի ցանկանում պատերազմել, սակայն չի պատրաստվում գլուխ խոնարհել որևէ թշնամու առաջ։ Նրա խոսքով Բելարուս ժողովուրդը ֆաշիստական օկուպացիայի տարիներին անցել է ծանր փորձությունների միջոցով եւ գենետիկ մակարդակով չի ընդունում պատերազմը։ Լուկաշենկոն ընդգծել է Բելարուսը խաղաղ ժողովուրդ է, սակայն պատրաստ է պաշտպանել սեփական անվտանգությունը։ Նախագահը շեշտել է խաղաղության ձգտումը չի նշանակում հրաժարվել ազգային արժանապատվությունից։ Առաջիկա 3 ամսվա ընթացքում Լեհաստան կհասնեն լրացուցիչ ամերիկացի զինվորներ։ Վարշավան ու Վաշինգտոնը քննարկում են Լեհաստանում ամերիկյան զորքերի ռոտացիոն ներկայության ընդլայնումն ու մշտական ռազմական բազայի ստեղծումը։ ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել երկու նախագծերն իրականացնելու քաղաքական կամքի մասին։ Նշվում է նաև Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Բարտոշ Գրոդեցկին վերջերս բանակցություններ անցկացրել Պենտագոնում, որտեղ ամերիկյան կողմը Լեհաստան ներկայացրել է որպես օրինակելի դաշնակից։ Ըստ տեղեկությունների մշտական ամերիկյան ռազմաբազայի ստեղծման վերաբերյալ որոշումը կարող ընդունվել առաջիկա 6-ից 12 ամիսների ընթացքում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է Իսրայելը կարող է փորձել խափանել ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ընթացող բանակցային գործընթացը։ Նրա խոսքով Անկարան կարևորում է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև երկխոսությունը, սակայն բոլոր կողմերը պետք է զգոն լինեն հնարավոր սադրանքների նկատմամբ։ Ֆիդանը նշել է Իսրայելը կարող է օգտագործել ցանկացած հնարավորություն բանակցային գործընթացը տապալելու համար։ Նա հիշեցրել է ԱՄՆ-ն ու Իրանը արդեն անցկացրել են բանակցություններ Շվեյցարիայում, Կատարի եւ Պակիստանի միջնորդությամբ։ Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել պահպանել բանակցային գործընթացի շարունակականությունը։ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը Անկարայում նախատեսված հանդիպան ընթացքում կքննարկեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման Թուրքիայի նախաձեռնությունները։ Այս թեման լինելու է հանդիպան հիմնական օրակարգային հարցերից մեկը։ Էրդողանը նախկինում հայտնել էր անհրաժեշտ է հնարավորինս արագ հասնել երկխոսության միջոցով կոնկրետ արդյունքների։ Լեհաստանը պայմանագիր է կնքել ամերիկյան Barracuda 500 ենթաձայնային թևավոր հրթիռների տեղական արտադրության համար։ Համաձայնագիրը ստորագրվել է լեհական PGZ եւ WZL-2 ընկերությունների, ինչպես նաեւ ամերիկյան Anduril Industries-ի միջև։ Այն նախատեսում է Barracuda 500 հրթիռների հավաքումն ու հետագա արտադրությունը Լեհաստանում։ Այս հրթիռների խոսման հեռահարությունը կազմում է մոտ 926 կիլոմետր։ Դրանք կրում են 45 կիլոգրամանոց մարտագլխիկ եւ կարող են արձակվել ինչպես ցամաքից, այնպես էլ օդից։ Լեհաստանը ծրագրով զգալիորեն ընդլայնում է սեփական ռազմական արդյունաբերության հնարավորությունները։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. «Մեծ Բրիտանիան մանիպուլյացիաների է ենթարկում Կիևի իշխանություններին, ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նպատակով»։ Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պնդել էր. Սևաստոպոլի պաշտպանության թանգարանի վրա Կիևի հարձակումը մանրակրկիտ ծրագրվել էր Լոնդոնի եւ բրիտանական հետախուզական ծառայությունների կողմից։ Զախարովայի խոսքով Լոնդոնը Կիևի ռեժիմին օգտագործում է իր գործողություններն իրականացնելու համար։ Նա ընդգծել է Մեծ Բրիտանիան ուղղորդում է Ուկրաինային նման գործողությունների իրականացման ընթացքում։ Վերջին շրջանում ի հայտ են եկել խնդրային հարցեր, հույս ունեմ կքննարկենք ու կլուծենք դրանք։ Այս մասին Եկատերինբուրգում Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների թեմայով լիագումար նիստին դիմելով Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայել Միշուստինին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թե ընտրություններից առաջ, թե ընտրություններից հետո մենք տրամադրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը, նշել է Փաշինյանը։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակից։ Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով խնդրելով ինձ հանել ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։ Այսուհետ շարունակել եմ զբաղվել իրավապաշտպանական փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։ Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին, հայտարարել է Վահան Հովհաննիսյանը։ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակայ բռնագանձման Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը, Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող 1 ավտոկայանատեղին ամբողջությամբ, Երևանի կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող 1 ավտոկայանատեղի 38%-ը, բանկում ներդրված ընդհանուր 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների եւ ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները, ինչպես նաև 352 միլիոն 438 հազար դրամ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատության ընդունելության նոր կարգը։ Կատարված հիմնական փոփոխությամբ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցված համակարգը։ Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է, դիմորդների տվյալների եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային համակարգում ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական եւ արհեստագործական կրթական ծրագրերը, որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառումը, ընդունելության պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանները եւ այլն։ Հայաստանի Հանրապետությունը հուսալի գործընկեր է, Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայունաճ է դրսևորում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում կայացած Ինոբրոմ 2026-ի լիագումար նիստում։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4.7%, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսներին 13%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարիների ընթացքում աճել է 2 անգամ, հայտարարել է Փաշինյանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ներդրումային կոմիտեն մայրաքաղաքի համար հաստատել է 650 միլիոն դոլարի ենթակառուցվածքային ծրագրերի փաթեթ։ Նրա խոսքով միջոցներն ուղղվելու են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցմանը, Երևանի մետրոպոլիտենի ամբողջ ենթակառուցվածքի արդիականացմանը, էլեկտրական ավտոբուսների ձեռքբերմանը եւ 2 դեպոների վերանորոգմանը, առանձնացված ավտոբուսային գծերի ներդրմանը, ինչպես նաեւ 250 հեկտար տարածքով Դալմայի այգիների ստեղծմանը։ Սա կարևորագույն եւ հիմնարար որոշում է, որը կայացվել է նախորդ շաբաթ։ Կառավարությունն այսպիսով ստանձնել ֆինանսական հանձնառություն նշված բոլոր ծրագրերի իրականացման համար, իսկ Երևան քաղաքը կիրականացնի այդ ենթակառուցվածքային նախագծերը, ասել է Ավինյանը։ Նրա խոսքով ծրագրերը գտնվում են իրականացման տարբեր փուլերում, իսկ ամենապատրաստվածը Աջափնյակի մետրոկայարանի կառուցման նախագիծն է։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Նա Եկատերինբուրգում կմասնակցի Ինոբրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայել Միշուստինի հետ։ Հուլիսի 6-ի լուսադեմին մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը, նա 3 օր էր հիվանդանոցում էր։ Այսօր գիշերը ժամը 03:55-ին սիրտը կանգ է առել։ Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, օրեր անց հուլիսի 17-ին կդառնար 65 տարեկան։ Ռուսաստանը գիշերը զանգվածային հրթիռային հարված եւ անօթաչու թռչող սարքերի գրոհ է իրականացել Կիևի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, իսկ 46-ը վիրավորվել են։ Պայթյուններ են գրանցվել քաղաքի տարբեր շրջաններում, իսկ բնակիչները պատսպարվել են մետրոյի կայարաններում։ Պոդոլսկի շրջանում մասամբ փլուզվել է բնակելի շենք, իսկ Դարնիսկի շրջանում վնասվել են մի քանի բազմահարկեր, որոնց փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակում եւ բնակիչներին կոչ է արել մնալ ապաստարաններում։ Հարձակումից ժամեր առաջ Զելենսկին նախազգուշացրել էր Կիևի ուղղությամբ Ռուսաստանի կողմից նոր լայնածավալ հարվածի նախապատրաստման մասին։
Չինաստանի նախագահ Սի Ցзինփինը շնորհավորական ուղերձ է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։ Նրա խոսքով շնորհավորական հեռագիր ուղարկվել է Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից։ Պաշտոնական Պեկինը փաստել է, որ շնորհավորանքը փոխանցվել է պետական բարձր մակարդակով։ Իսլամաբադը համարվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլի անցկացման ամենահավանական վայրը։ Բանակցությունները նախնական տվյալներով կարող են կայանալ հուլիսի 11-ին, թեև վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ Քննարկումների հիմնական թեմաները լինելու են Իրանի միջուկային ծրագիրը, Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումը և սառեցված ակտիվների ապասառեցումը։ Աղբյուրների փոխանցման որպես այլընտրանք դիտարկվում են նաև շվեյցարական Բյուրգենշտոկ հանգստավայրը։ Իրաքի իշխանությունները որոշել են սահմանափակել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հրաժեշտի միջոցառումները։ Հուլիսի 8-ին հոգեհանգստի արարողություններ կանցկացվեն միայն Նաջաֆ և Քարբալա նահանգներում։ Իրաքի ղեկավարությունը հրաժարվել է Բաղդադում լայնամասշտաբ երթ կազմակերպելու գաղափարից, չնայած Թեհրանի ճնշմանը։ Աղբյուրների գնահատմամբ այս որոշումը նպատակ ունի ցույց տալու Բաղդադի ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը և նվազեցնել Իրանի ազդեցության ընկալումը։ ԱՄՆ-ն առաջին անգամ 2021 թվականից ի վեր Արևմտյան Խաղաղ օվկիանոսում ունի միայն մեկ ավիակիր հարվածային խումբ։ Վաշինգտոնը իր 7 գործող ավիակիրներից 3-ը տեղափոխել է Պարսից ծոց Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով։ Եվս 4 ավիակիր գտնվում են տեխնիկական ստուգման և վերանորոգման փուլում։ Փորձագետների գնահատմամբ ստեղծված իրավիճակը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, քանի որ Չինաստանն արդեն ունի 3 գործող ավիակիր հարվածային խումբ։ Նշվում է, որ նման իրավիճակը կարող է ազդել Խաղաղ օվկիանոսում ռազմական հավասարակշռության վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսում է հանդիպել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը, հղումանելով Սպիտակ տան աղբյուրներին։ Բացի Զելենսկուց Թրամփը երկկողմ հանդիպում կունենա նաև Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաիի հետ։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախատեսված է հուլիսի 7-ից 8-ին Անկարայում։ Սպիտակ տունը հաստատել է հանդիպումները ներառված են ԱՄՆ նախագահի պաշտոնական ծրագրում։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է Եվրոպայի ապագան ուղղակիորեն կախված է Արևելքի և Արևմուտքի միասնությունից, քննադատելով Ռուսաստանի հետ շարունակվող առճակատման քաղաքականությունը։ Նրա խոսքով եվրոպական պատմության ընթացքում Ռուսաստանի հետ դիմակայությունը դարձել է վախեցած արևմտյան երկրների պաշտպանության մեխանիզմ։ Ֆիցոն ընդգծել է Եվրոպայի գոյատևումը հնարավոր է միայն Արևելքի և Արևմուտքի համագործակցության պայմաններում։ Նա նաև նշել է եվրոպական էլիտաները խճճված են նախապաշարմունքների և վախերի մեջ։ Սլովակիայի վարչապետը կոչ է արել վերադառնալ հիմնարար արժեքներին այն պայմաններում, երբ իր գնահատմամբ արևմտյան քաղաքակրթության հոգևոր հիմքերը փլուզվում են։ Reuters-ը հայտնում է, Թրամփը նախատեսում է կապ հաստատել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Անկարայում Վոլոդիմիր Զելենսկու հետ նախատեսված հանդիպումից հետո աղբյուրի փոխանցմամբ Թրամփը նախ ցանկանում է Զելենսկու հետ քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակները։ Այնուհետև ԱՄՆ նախագահը հավանաբար նույն հարցով կշարունակի քննարկումները Պուտինի հետ։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով Թրամփը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել պատերազմը։ Հանդիպումները նախատեսված են հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է Վաշինգտոնը դեմ է Ուկրաինայի զինված ուժերի նոր լայնածավալ հարձակման և պնդում է պաշտպանական մարտավարության վրա։ Նրա խոսքով Թրամփի վարչակազմը կարծում է բանակցությունների ընթացքում Ուկրաինան պետք է կենտրոնանա սեփական պաշտպանության վրա։ Վենսը նաև քննադատել է նախորդ վարչակազմի քաղաքականությունը, նշելով, որ արևմտյան երկրները Ուկրաինային մղել են հակահարձակման, որ իր գնահատմամբ ռազմավարական և մարտավարական աղետ էր։ Նա ընդգծել է ներկայիս մոտեցումը հիմնված է պաշտպանական գործողությունների առաջնահերթության վրա։ Թելեգրաֆը հայտնել է Զելենսկին չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական ծրագրին և ելույթ չի ունենա դաշինքի անդամ երկրների ղեկավարների առջև։ Պարբերականի տեղեկություններով նման որոշումը պայմանավորված է այն մտավախությամբ, որ Զելենսկու ելույթը կարող է դժգոհություն առաջացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ։ Նշվում է, որ այս անգամ Ուկրաինայի նախագահը չի ունենա առանձին ելույթ ՆԱՏՕ-ի առաջնորդների գլխավոր նիստում։ Թելեգրաֆի գնահատմամբ Զելենսկին կփորձի գործընկերներից ստանալ լրացուցիչ ֆինանսական աջակցություն։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է գործակալությունը կկարողանա հրապարակավ նշել Զապորոժիեի ԱԵԿ-ի վրա հարձակումների պատասխանատու կողմին միայն անհերքելի ապացույցների առկայության դեպքում։ Նրա խոսքով պատերազմի պայմաններում նույն իրադարձության վերաբերյալ գոյություն ունեն արմատապես հակադիր գնահատականներ։ Գրոսին ընդգծել է, որ կազմակերպության հիմնական նպատակը միջուկային վթարի կանխարգելումն է, այլ ոչ թե քաղաքական գնահատականներ տալը։ Նա նաև նշել է միջազգային կազմակերպությունները հաճախ ստիպված են պահպանել չափազանց նուրբ հավասարակշռություն։
Ռուսաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան-գազ, այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ռուսական պրոպան-գազով 30 վագոն այսօր կուղարկվի Բալաջարի կայարանից։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Սմբատ Մինասյանը։ Այս պահին ԲՀԿ առաջնորդի տան քննչական գործողությունները շարունակվում են, նշել է պաշտպանը։ Ավելի քան 8 ժամ է իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են։ Խոզարկություններ են իրականացվում նաև այլ ընկերություններում։ Մասնավորապես Արարատ ցեմենտ գործարանում քննչական գործողություններն ավարտվել են, քննչական կոմիտեի աշխատակիցները հեռացել են, սակայն վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են։ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մուլտիվելնես համալիրում եւս քննչական գործողություններն ավարտվել են։ Ակումբի գործունեությունը դադարեցվել է, թե որքան ժամանակով դեռևս հայտնի չէ։ Իրավապահներն առգրավել են համակարգիչներ եւ փաստաթղթեր։ Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է։ Կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով, այս մասին հայտնել են ճանապարհային դեպարտամենտից։ Այս օրերին արդեն երթևեկա մասում տեղադրվում է ասֆալտ-բետոնե ծածկը, վաղվանից կամրջով բնականon երթևեկությունը կվերականգնվի։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին։ Այս մասին հայտնել են Ազգային ժողովից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ու լոգիստիկ հնարավորություններին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Ուկրաինական կողմը մերժել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության առաջարկը դադարեցնել Կոստանտինովկայի հրետակոծությունը Ուկրաինայի զինված ուժերի զինյալների դիակները հանձնելու համար, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Կոստանտինովկայի վերջնական գրավումից հետո պատրաստ է իրականացնել մարդասիրական գործողություն զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները փոխանցելու նպատակով։ Նախարարության տվյալներով առաջարկը փոխանցվել է հատուկ ծառայությունների միջոցով զոհվածների մարմինները ընտանիքներին վերադարձնելու համար, սակայն քննարկումների ընթացքում ուկրաինական կողմը մերժել է այդ առաջարկը։ Կատարը եւ Իրանը հայտարարել են ծովային առևտրի վերահսկման մասին։ Կատարի տրանսպորտային նախարարությունը հայտնել է, ծովային գործողությունը անմիջապես կվերսկսվի։ Դոհայում Իրանի առևտրային խորհրդական Աբբաս Աբդուլխանին հայտարարել է, Իրանից Կատարի Ռուվես նավահանգիստ բեռնափոխադրումները վերսկսվել են գրեթե 5 ամիս փակ լինելուց հետո։ Նրա խոսքով այդ արդյունքը ձեռք է բերվել Կատարի կառավարության հետ համակարգված համագործակցության շնորհիվ։ Դիվանագետը նշել է, Ռուվես նավահանգիստ ապրանքների մուտքի հիմնական կետերից է, իսկ լոգիստիկայի վերականգնումը կնվազեցնի առաքման ծախսերը, կարագացնի մատակարարումները եւ կմեծացնի առևտրի ծավալը։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ ամիշը հայտարարել է, կգաղտնազերծվի 2022-ից ի վեր Ուկրաինային փոխանցված բոլոր զենքերի մասին տեղեկատվությունը։ Նախարարը նշել է, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ խորհրդակցելուց հետո հրամայել է օրենքին համապատասխան հրապարակել Ուկրաինային տրամադրված բոլոր նվիրատվությունների ցանկը։ Նա հիշեցրել է, ռազմական տեխնիկայի եւ սպառազինության փոխանցման գործընթացը սկսել էր նախորդ կառավարությունը, որը ձևավորվել էր ընդդիմադիր իրավունք եւ արդարադատություն կուսակցության կողմից։ Կոսինյակ ամիշը նաեւ ընդգծել է երկրի նախագահները, նախկինում Անջեյ Դուդան, իսկ այժմ Կարոլ Նավրոսկին տեղեկացվել են զենքի յուրաքանչյուր անվճար փոխանցման մասին։ Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-ի, իսկ վիրավորների թիվը 16740-ի։ Այս մասին ասվում է երկրի կառավարության պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակել է Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։ Վերջին 2 օրերի ընթացքում կենթանի փրկված մարդկանց թիվը չի փոխվել, մինչդեռ զոհերի թիվը աճել է եւս 388-ով։ Պաշտոնական տվյալներով արդեն 86794 ընտանիք ստացել է օգնություն, իսկ 17345 մարդ մնացել է անօթևան։ Երկրաշարժի հետևանքով վնասվել է 856 շենք, որոնցից 190-ը լիովին փլուզվել են։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, իսկ իշխանությունները շարունակում են գնահատել աղետի հետևանքները։ Հյուսիսատլանտյան դաշինքի ապագա գոյությունը երաշխավորված չէ, հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով ոչ ոք չի կարող վստահել, որ դաշինքը հավերժ կպահպանի իր ներկայիս ձևաչափը։ Վերջինս եվրոպական անդամ երկրներին կոչ արել զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը, ամրապնդելով դաշինքի հնարավորությունները։ Նա նշել է, այդ քայլը կարևոր է նաև Միացյալ Նահանգների ներգրավվածությունը պահպանելու համար։ Նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունը հնչել է անվտանգության ոլորտում աճող անորոշության եւ ՆԱՏՕ-ի ապագայի վերաբերյալ քննարկումների ֆոնին։
Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 7-ից 8-ը շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը առանձին շրջաններում, 9-ի ցերեկը եւ 10-ից 11-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Հուլիսի 7-ից 8-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ից 10-ը, հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 5 աստիճանով։